մեր հանրապետության մշակութային քաղաք, թասիբով հայրաքաղաք, ողջունում եմ ձեզ, այս քաղաքը պարզապես բնակավայր չէ քարտեզի վրա, սա հայկական արժանապատվության, տոկունության և անկոտրում կամքի մայրաքաղաքն է, դուք այն մարդիկ եք, ովքեր տեսել են ամենադարժան արհավիրքները, բայց երբեք չեն կոտրվել, դուք վերապրել եք, և պահպանել եք ձեր հումորը, ձեր թասիբն ու հայկական լավագույն ավանդույթները, ես այսօր խոսելու եմ մեր ապագայի մասին, ուժեղ Հայաստան կուսակցության նպատակը մեկն է, վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի, կառուցելու ուժեղ Գյումրի և ուժեղ Հայաստան, մենք պետք է վերջ տանք Հայաստանը 300,000 ադրբեջանցիներով բնակեցնելու Փաշինյանի պլաններին, սրա նպատակն է Հայաստան առանց ինքնության և հայկականության, կարճ ասած, Հայաստան առանց հայերի, նա հատուկ է դատարկում Ալիևի մատնանշած տարածքները նրանց բնակեցնելու համար, հատուկ փակում է դպրոցներ, պետական կառույցներ, չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց տնտեսապես զարգացած և ունիկալ Գյումրիի, Գյումրին չպետք է ասոցացվի միայն անցյալի վերքերի հետ, մենք պետք է Գյումրին դարձնենք տեխնոլոգիական, արդյունաբերական և արհեստագործական խոշոր կենտրոն, մեր երիտասարդները չպետք է լքեն այս քաղաքը աշխատանք գտնելու համար, ձեր յուրահատուկ կոլորիտը, ճարտարապետությունը և արվեստը մեր երկրի մեծագույն հարստությունն են, ներդրումներ ենք բերելու, որպեսզի Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց, տարեկան 100,000-ավոր հյուրերով, տասնամյակներ անց դեռ կան չլուծված սոցիալական խնդիրներ, ժամանակն է վերջնականապես փակել տնակների էջը և ապահովել ամբողջ Շիրակի մարզի բարեկեցիկ կյանքը, հարգելի հայրենակիցներ, մեզ փորձում են համոզել, թե մենք թույլ ենք, թե մենք այլևս չենք կարող ոտքի կանգնել, ես տեսնում եմ այն նույն ուժը, որով Շիրակի աշխարհը միշտ հայտնի է եղել, մեզ պետք է միասնություն, մեզ պետք է համախմբում և հստակ ծրագիր, մենք գալիս ենք հզորացնելու, կառուցելու մի երկիր, որտեղ օրենքը հավասար է բոլորի համար, իսկ հայի անվտանգությունն ու արժանապատվությունը սրբություն է, այսօր Գյումրիում ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, հունիսի 7-ին ամեն ձայն կարևոր է, գնացեք ընտրության, կանգնենք ուժեղ Հայաստանի կողքին, որովհետև մենք պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել և աշխատել ձեզնից յուրաքանչյուրի համար, երրորդ համարը գալիս է, փոփոխությունները գալիս են, ուժեղ Հայաստանը գալիս է։